ուզում եմ իմանալ դուք ով եք, որ որոշեք, թե ով ապրի Մերձավան համայնքում, ով ոչ։ Դուք ով եք, որ ստորագրություն հավաքեք ու որոշեք, ինչ որ ազգանուն ունեցող ընտանիքի անդամները ապրեն այդ համայնքում, թե չապրեն այդ համայնքում։ Եվ դա չի անում ինչ որ մի անտեղյակ անգրագետ մեկը։ Դա անում է իրավաբանական կրթություն ենթադրաբար ստացած ինչ որ փաստաբան, որը որ մարդկանց այդ բանի վրա խաղալով, այդ զգայուն, համայնքի ղեկավարը վերջ-վերջը սպանվել։ Այդ զգացողությունների հետ խաղալով փորձում է մարդկանց ստորագրություններ կորզել։ Պատկերացնեք, եթե 2018 թվականին մարդիկ որոշեին իրենց համայնքներում ինչ որ ազգանուններ կրող մարդիկ, նախկին թալանչի մարդասպանների ընտանիքներ ապրեն այդ համայնքներում, թե ոչ։ Պատկերացնում եք։ Կամ ասում են լարվածությունը թոթափելու համար։ Լարվածությունը թոթափելու համար համայնքում որոշել եք, որ պետքա մարդկանց հանդեպ կիրառեք այդ ատելության ամենաբարձր դոզան։ Մի այլ խայտառակություն լրագրողական համայնքն է։ Հասկանում եք, լրագրողները հպարտորեն, հաճույքով լուսաբանում են, սադրիչ հարցեր են տալիս համայնքի մասնակիցներին, բնակիչներին։ Եվ մի բան էլ ասում են, լսել եք, այդ ընտանիքի կինը ինչ որ կապի մեջ է եղել տեքոր հետ, հասկանում եք դուք ով եք դուք, այս ինչ արժեքներ եք դուք քարոզում, ով եք դուք ինչ կապ ունեք լրատվության հետ։ Սա ծայրահեղ անթույլատրելի է նման վարքագիծ կիրառելը, դրսևորելը եւ նման ատելություն տարածելը ձեր քաղաքացիների հանդեպ։